Ողջույն սերի ընկերներ, սերի բարեկամներ, այսօր Նիկոլել իրեն գժի տեղ դրած հայտարարում էր, որ Քիվեստյան փաստաթուղթ չկա, որ այդպիսի բան գոյություն չունի, ուրեմն կառավարության արխիվներում դա կարծում եմ բոլորիս համար պարզ է, թե ինչու այդ բոլոր փաստաթղթերի միջից միայն ուրեմն կորել է Քիվեստյան փաստաթուղթը։ Ինչով է առանձնանում Քիվեստյան փաստաթուղթը մյուս բանակցային փաստաթղթերից, որոնք որպես թղթի կտորներ երեք հրապարակեց Նիկոլը։ Քիվեստյան փաստաթուղթը առանձնացվում է երկու հատկանիշներով, մեկ ձևաչափային, երկու բովանդակային։ Ձևաչափ, ինչու? Որովհետև դա միակ փաստաթուղթն է, որ իր ձևաչափով կարող է համեմատվել օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղության այսպես կոչված հռչակագրով Ալիևի հետ։ Երկուսի դեպքում էլ Ալիևներն էին մյուս կողմում նստած։ Մի դեպքում Հայդար Ալիևը, այս դեպքում Նիկոլի դեպքում որդի Ալիևը, Իլհամ Ալիևը։ Բայց երկուսի դեպքում էլ երրորդ կողմում նստած էր Միացյալ Նահանգների նախագահը։ Քիվեստյան բանակցությունների ժամանակ դա Ջորջ Բուշն էր, իսկ այսօր արդեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, այդտեղ նույնպես կարծում եմ հետաքրքիր նմանություններ կամ զուգահեռներ կարող է անցկացնել։ Երկուսի դեպքում էլ Ադրբեջանը ճանապարհ է ստանում։ Իսկ Քիվեստյան փաստաթղթի դեպքում արդեն գիտենք կամ փաստաթղթերից պարզ է, Ռոբերտ Քոչարյանը նույնպես իր գրքում վստահորեն դրա մասին գրել է։ Միջանցքը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության խախտման է տրամադրվում, այլ չէր անջատվում Իրան-Հայաստան հարաբերությունները, կապը պահպանվում էր եւ կամուրջային տեսքով ինչ-որ հնարավորություն էր ստեղծվում, որպեսզի անխափան այդ կապը ստեղծվի եւ իդեպ միջանցքը չափազանց նեղ էր լինում եւ շատ հստակ ձևաչափերով։ Իսկ ինչ վերաբերում է արդեն Նիկոլի տված միջանցքին Ադրբեջանին, բոլորս գիտենք, թե ինչ իրավիճակում է գտնվում, անորոշություններ եւ ինքնիշխանության խախտում։ Իսկ ամենակարևորը Քիվեստյան փաստաթղթի դեպքում կար մի կարևոր բաղադրիչ։ Այդ ամեն ինչի դիմաց Արցախը ամբողջությամբ ոչ թե ճանաչվում էր որպես անկախ հանրապետություն, այլ միացվում էր Հայաստանին Բերձորի միջանցքով։ Մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում այդ փաստաթղթով բանակցվել է, որպեսզի Հայաստանի տարածքը հսկայական կերպով հավելում կրի։ Տարածքային մենք հավելում ենք ունեցել ամբողջ Արցախի տարածքով մեկ։ Իսկ ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ փաստաթղթի բերումը, որը ստորագրեց ինքը Վաշինգտոնում, իսկ մինչ այդ արդեն Պրահայում դա տվել են։ Ամբողջ Արցախը հանձնեց։ Եվ ոչ միայն այսօր այս տարբերակով չկա Արցախը, այլ նաև Հայաստանից տարածքներ գտնվում են Ադրբեջանի օկուպացիան տակ։ Շատ բնական է, որ Քիվեստյան փաստաթղթի հրապարակումը ցանկացած ողջամիտ խելքը գլխին մարդու հնարավորություն կտար մի պարզ համեմատություն անցկացնել, որ երկու փաստաթղթերի դեպքում, որոնց երկուսի տակն իր ստորագրություն էր դրել Միացյալ Նահանգների նախագահը, մեկի դեպքում մենք ինչ էինք տալիս, ինչ էինք ձեռք բերում, իսկ այսօր Նիկոլի դեպքում ինչ է կատարվել մեր իրականության հետ։ Ու դրանից հետո կարծում եմ բոլորի գնահատականը շատ հստակ կլինի։ Ու կարծում եմ հիմա հասկացաք, թե ինչու այդ բոլոր փաստաթղթերի միջից կորել է հատկապես հենց Քիվեստյան փաստաթուղթը։ Այս ոչ մի փաստաթուղթ կորած չի մնում։ Դրանք բոլորը մեկ օր կհրապարակվեն։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը, ասենք, մի փաստաթուղթ հրապարակելու համար հղում է կատարում, ասենք, հայկական ժամանակին, ինչու, ասենք, Քիվեստյան փաստաթղթի դեպքում հղում չկատարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքին, այնտեղ հստակ կատարված արձանագրություններին, որոնք մինչև օրս որևիցե մեկի կողմից չեն հերկվել եւ դրանք կարելի է որպես շատ հստակ փաստ ընդունել այն բոլոր դետալների մասին, որոնք ներգրավված են եղել ուրեմն Քիվեստյան փաստաթղթում։ Շնորհակալ եմ։